նորածինը քնած է, չարտնացնեք։ Երաշխավորված ուժեղ խաղաղություն Նիկոլ Փաշինյանի բերած աներաշխավոր, թույլիկ և ընդամենը մեկ մարդու Ալիևի կամքից կախված խաղաղության փոխարեն։ Ահա այս ավանտյուրիստական խոստումով են պատերազմի եռագլուխ կուսակցությունները մտել հունիսի 7-ի ընտրապայքարի մեջ, փորձելով խեղդել արդեն իսկ հաստատված 9 ամսական խաղաղությունը հենց օրորոցում։ Եվ ուրեմն ինչ են առաջարկում այդ ուժերը երաշխավորված խաղաղություն ասելով։ Առաջարկում են, որ մեծ զոհողությունների, զրկանքների գնով ձեռք բերված խաղաղության ծնողները Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ու նրա մանդատով իշխանությունը ստանձնած քաղաքական ուժը իրենց ծնողական իրավունքների մի մասը զիջեն խաղաղությունը որդեգրման հանձնելով այլոց, ոչ կենսաբանական ծնողների, եթե կուզեք դայակների, իդեմս այլ պետությունների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության, նրանց վերապահելով խնամքի հարցերը, սնուցումից մինչև անվտանգություն։ Բնական հարց է ծագում. ինչու, ինչը կարող է նման կերպ վարվելու առիթ դառնալ այն դեպքում, երբ Հայաստանն ու Հայաստանի ժողովրդի բնական, օրգանական հանձնառությունն է տեր ու երաշխավոր կանգնել, հոգ տանել իրենից ծնվածի հանդեպ, և դա անելու համար ունի և ուժ, և կամք, և խելք, և կարողություն։ Հարցի պատասխանը շատ պարզ է։ Առաջարկի հեղինակները պարզապես զուրկ են ծնողական բնազդից, քանի որ նրանք, որպես քաղաքական ուժեր, չեն կիսել երեխայի բեղմնավորման, կրման դժվարություններն ու տիտանական տանջանքները, անհաղորդ են եղել վերջինիս լույս աշխարհ գալուն, սպառնացած մարտահրավերներին, չեն մասնակցել դրանց չեզոքացմանը, որոնք կարող էին ընդհուպ հանգեցնել ծնողի Հայաստան պետության անկախության վերացմանն ու առհասարակ գոյության դադարեցմանը։ Ընդհակառակը, երբ խաղաղության գործընթացը նոր էր ձևավորվում ու իմի բերվում, երբ համաձայնեցվում էին դրա ամեն մի հյուլեն ու դետալը, ամեն մի կետն ու նախադասությունը, հոդվածն ու պարբերությունը և վերջապես ամբողջական տեքստն ու այն նախապատրաստվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախաստորագրման, դառնալով փաստաթղթավորված իրողություն, եռագլուխ ուժերն ու դրանց սատելիտները, որոնք post factum այսօր կոկորդ են պատռում երաշխավորներ բերելու մասին, լծված էին մեկ գործի՝ վիժեցնելու խաղաղության գործընթացը։ Անել ձեռքներից եկածը, միտինգներից զանազան, զարմանազան, մեկու մեջ էլ սրբազան շարժումներ սանձազերծելուց մինչև ազգային ժողովի դահլիճից հնչող ապակառուցողական սադրիչ հայտարարություններ։ Այս խաղաղության տորպեդահարմամբ շահագրգռված խմբակը, որը հայտ է ներկայացրել մտնել խորհրդարան, 0 ամաք ունի օրորոցի տարիքի խաղաղության հաստատման հարցում և այստեղից էլ գալիս է 0 սրտացավությունը վերջինիս հանդեպ։ Ինչ է ասում եռագլուխ ընդդիմությունն, ասում է. կգնանք, կվերաբանակցենք խաղաղության փաստաթուղթը, այն կդարձնենք մեր պատկերացումներին ու ակնկալիքներին համապատասխանող։ Դա նույնն է, ինչ նորածնի ծնողները որոշեն երեխայի կյանքի ամենառիսկային փուլում նրան ենթարկել կենսաբանական փորձարկումների։ Ասենք վիրահատական ճանապարհով փոխելով քթի ձևը, կամ ասենք փոխել աչքերի գույնը, երիկամների տեղակայման վայրը, ավելացնել կամ պակասեցնել ձեռքի մատների քանակը, երկարեցնել կամ կարճացնել ոտքերը և այսպես շարունակ։ Սա ինչ է, եթե ոչ դասական խոշտանգում, եթե կուզեք սադիզմ, որը նկատենք եռագլուխ ընդդիմությունը մտադիր է խաղաղության հանդեպ իրագործել ոչ թե միայնակ կամ առանց միջնորդի, այլ միջնորդավորված դայակների, նույն է թե երաշխավորների ներգրավմամբ, որոնցից ամեն մեկն անխուսափելիորեն ունի նորածնի արտաքին տեսքի և ներքին օրգանների շահեկան աշխատանքի մասին իր ճաշակն ու պատկերացումները։ Երաշխավորների մասով հայաստանյան և ղարաբաղյան դառը փորձը, սակայն, հուշում է, որ ինչ-որ փուլում երաշխավորը վերածվում է կամ անդամալույծի ի վիճակի չլինելով կատարել խնամարկյալի հանդեպ իր պարտավորությունները, ինչպես օրինակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունն ու հատկապես ՀԱՊԿ-ը վարվեցին 2021 թվականին և 2022 թվականին չկատարելով իրենց անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Կամ էլ, որ ավելի սարսափելի է, նախքան անդամալույծի իմիտացիա անելը,
վերածվում են թրաֆիքերի, զբաղվելով խնամարկյալի օրգանների վաճառքով։ Վերջում հազար ներողություն բառի համար բիրիքով հանձնելով արդեն մասնատված մարմինը։ Այսպիսի վարքագծի հայ ժողովուրդն ականատես եղավ երաշխավորի տխրահռչակ փորձառություն ունեցող Ռուսաստանի Դաշնության դեպքում, որը ովքեր մոռացել են, հիշեցնենք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնել էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ խաղաղ կյանքի երաշխավորի պարտավորությունը, սակայն նրա գիտությամբ ու աչքի առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նախ ենթարկվեց անդամահատման Ադրբեջանին հանձնված տարածքների տեսքով, մասնավորապես Խծաբերդ, Դիզափայտ, Փարուխ, Աղդաբան, Չարեկտար, Չափարի իշխող բարձունքներ, ինչպես նաև Բերձոր, Աղավնո եւ Սուս բնակավայրեր։ Նույն այդ երաշխավորի աչքի առաջ հիշեցնենք, Ադրբեջանը փակեց նաև Լաչինի միջանցքը եւ խախտելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի կարևոր դրույթներից մեկը անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում։ 2023 թվականի սեպտեմբերին էլ երաշխավորի պատասխանատվության գոտում Ադրբեջանը հակաահաբեկչական օպերացիա իրականացրեց, ստիպելով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը լքել իր հայրենիքը։ Իդեպ այդ գործում խաղաղապահները առանձնակի ջերմեռանդություն էին ցուցաբերում։ Նույն երաշխավորը, որի խաղաղապահ մանդատը նկատենք ենթադրում էր մի շարք պարտավորություններ, մշտադիտարկել հրադադարի ռեժիմը, արձագանքել ուժի չկիրառման պարտավորությունների խախտմանը, պաշտպանել կենսական նշանակության օբյեկտները, 5 տարվա փոխարեն կարողացավ հազիվ 3 տարի իրականացնել իր առաքելությունը, 3 տարի անպատասխանատվություն ցուցաբերելով իր պատասխանատվության գոտուն, սեփական անպատասխանատվության հետքերը թաքցնելու համար մեղավոր կարգելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Պրահայի հայտարարությանը, Ալմա-Աթայի հռչակագրին, Արևմուտքին, Սորոսին, այլ մոլորակայիններին, սև ուժերին, բոլորին բացի իրենից։ Եռագլուխ ընդդիմությունը փաստորեն իշխանության գալու դեպքում պոտենցիալ երաշխավոր որպես դիտարկում է պատասխանատվության այսպիսի մակարդակ ցուցաբերած երկրին, որին մտադիր է վստահել 9 ամսական խաղաղությունը։ Ներողություն բառի համար, բայց առնվազն իզվրաշենец պետք է լինես մոլագարին 9 ամսական նորածին վստահելու համար։ Արդ ինչ է ընդդիմության առաջարկածը, եթե ոչ զազրելի մանկասպանություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։